Վանաձոր քաղաքի Զորյան փողոցում վարձակալական հիմունքներով բնակվող քույրերից մեկը զոհվել էր անվտանգության կանոնների խախտմամբ տեղադրված գազի ջրատաքացուցիչ սարքի արտահոսքի հետևանքով։ 2021 թվականի հոկտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորյան հասցեի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 21-ամյա աղջիկ։ Մահացած աղջկա քրոջ հաղորդմամբ լոկարանից դուրս գալուց հետո մտածել է, որ քույրը հերթական անգամ խոհանոցում պարապում է եւ չցանկանալով խանգարել քրոջը գնացել է քնելու եւ միայն առավոտյան է հայտնաբերել քրոջը մահացած վիճակում։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ բնակարանի համասեփականատերը դեպքի նախորդող ժամանակաշրջանում առանց օրենքում նախատեսված թույլտվության բնակարանի խոհանոցում տեղադրել է ջրատաքացուցիչ սարքավորում, որի անսարքության արդյունքում էլ հետագայում տեղի ունեցել քաղաքացու մահը։ Պարզվել է, որ նշված բնակարանի համասեփականատերը 2020 թվականին ինքնագլուխ կերպով բնակարանի խոհանոցում տեղադրել է գազամատակարարման նախագծով չնախատեսված ուրան մոդելի 12 լիտր տարողությամբ գազի ջրատաքացուցիչ սարք։ Այդ կերպ խախտելով Գազպրոմ Արմենիա ՓԲ ընկերության լոռու գազաֆիկացման եւ գազամատակարարման միավորման եւ բաժանորդի միջև վերականգնված բնական գազի մատակարարման պայմանագրի ներտնային գազասպասարկման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների պահանջները։ Դրանցով սահմանվում է, որ գազաօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել մատակարարին, ներկայացնելով անհրաժեշտ տեղեկություն այդ փոփոխությունների մասին եւ ինքնական միջոցներ չկատարել, ինչն այս պարագայում խախտվել է։ Չի հայտնաբերել ապօրինի տեղադրված ջրատաքացուցիչ սարքի փաստը, որը եւս գտնվում է պատճառ-հետևանքային կապի մեջ քաղաքացու մահվան հետ։ Վերոնշյալ խախտումների արդյունքում ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված արյունը ախտահարող կարբոքսի հեմոգլոբին թունից օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնակարանում ժամանակավորապես բնակվող 21-ամյա աղջիկը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հիշյալ բնակարանում ներտնային սպասարկում իրականացնող փականագործին մեղադրանք է ներկայացվել հանցանք կատարելու պահին գործող խմբագրությամբ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ներկայումս գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, իսկ բնականի սեփականատիրոջը մեղադրանք է ներկայացվել գործող օրենսգրքի 165-րդ հոդվածի առաջին մասով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է գազասպառող ազգաբնակչությանը զերծ մնալ ինքնագլուխ կերպով առանց համապատասխան կանոններով եւ պայմանագրային պահանջներով սահմանված ընթացակարգերը պահպանելու, բնակարաններում, առանձնատներում եւ այլ փակ օբյեկտներում գազամատակարարման նախագծով չնախատեսված սարքեր տեղադրելու, այդպիսիք փոխարինելու, գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու փորձերից։ Դրանք կարող են բերել ողբերգական հետևանքների, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության։